Ողջույն հարգելի ֆուտբոլասերներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլ YouTube-յան ալիքի ֆուտբոլ հաղորդաշարը, որը ինչպես ավանդույթ է դարձել, մեկնաբանում է բոլոր այն նորությունները, որոնք աչք են ծակել, տեղ են գտել մեր նախորդ հաղորդման ու այս հաղորդման արանքում, ինչպես ասում են։ Որոշ ֆուտբոլիստներ Հայաստանի ազգային հավաքականից դուրս մնացին եւ այդպիսի ֆուտբոլիստներից մեկը Հրանտ Լեոն Ռանոսն է։ Ինչպես մեզ հայտնի դարձավ Ջոն Վան Սխիպի հարցազրույցից, որոշակի խնդիր է եղել եւ Ռանոսը պահանջել է, որ նրան մեկնարկային կազմում ներառեն։ Հրանտ Լեոն Ռանոսի հետ Ջոն Վան Սխիպը խոսակցություն է ունեցել, որից հետո կարծես թե մի փոքր չեն հասկացել իրար։ Ջոն Վան Սխիպը իր տեսակետն է հայտնել, որ չի ներառելու նրան պատասխան խաղում Վրաստանի հետ դիմակայությունում, ինչից հետո Ռանոսը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը ու բոլորը մտածում էին, որ վերջ, Ռանոսին կարելի է ասել մենք կորցրեցինք հավաքականում, բայց դրանից 1-2 օր անց Ռանոսը հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալուց ավելի լավ բան չի կարող լինել, մարզչի հետ խոսակցության արդյունքում եկել է այդ եզրահանգմանը, բայց ըստ այդ հաղորդագրության մեզ պարզ է դառնում, որ նա չի փակել Հայաստանի հավաքականի դուռը։ Ինչը օրինակ տեղի է ունեցել Սարգիս Ադամյանի պարագայում։ Ջոն Վան Սխիպը նշել է, որ Ադամյանը այլևս չի ցանկանում խաղալ հավաքականում։ Ահա այսպիսի հաղորդագրություններ նա տարածել ու այս ամենը ցույց է տալիս, որ հավաքականում որպես այդպիսին առաջ տանող շարժիչ ուժ լիդեր չկա։ Ու սա ամենացավալի հանգամանքներից է, որովհետև նույն Ռանոսի պարագայում ես կարծում եմ, եթե անգամ ֆեդերացիան չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ ֆուտբոլիստների հետ կամ երկրպագուների հետ, այս ամենը պետք է ինչ-որ մեկը, ինչպես ասում են, վերցնի իր ձեռքը եւ քայլ առ քայլ շտկի այդ բոլոր սխալները։ Ես այս պահի դրությամբ մտածում եմ, որ Ռանոսին հավաքական յետ բերելու լավագույն տարբերակը այն կլինի, որ նույն Հայաստանի ազգային հավաքականի ավագը Վարազդատ Հարոյանը նրան խնդրի եւ միասին, ինչպես ասում է, խոսեն, զրուցեն, գան մի հայտարարի, հետո նստեն մարզչի հետ խոսեն ու այս ամենը հարթվի ու շարունակվի առաջ այդ հավաքականի աշխատանքային process-ը, որովհետև մենք այն հավաքականը չենք, որ կարողանանք մեզ այդպիսի ճոխություններ թույլ տալ, ցանկացած ֆուտբոլիստի ասել հաջողություն, մենք քեզ այլևս չենք հրավիրելու հավաքական։ Հաջորդ նորությունը Հայաստանի ազգային հավաքականի վերաբերյալ այն է, որ FIFA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը դուրս է մնացել լավագույն top 100-ից։ Եթե լավագույնը top 100-ն է, ապա այո, մենք դուրս ենք մնացել, ինչը շատ ցավալի է։ Ներկայումս մենք զբաղեցնում ենք 102-րդ հորիզոնականը ու սա տրամաբանական էր այն ցավալի պարտություններից հետո, որոնք մենք կրեցինք Վրաստանի հետ դիմակայություններում, 2 դիմակայություն, որոնք հնարավորինս շուտ կարծում եմ մենք ցանկանում ենք մոռանալ, բայց մոտակա դիմակայությունը, որ մենք ունենալու ենք, եւ դա ընկերական խաղի բնույթ է կրելու, Կոսովոյի հետ է լինելու արդեն ամռանը։ Այս ամենից զատ ուզում եմ նշել նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են փայլել, ինչը շատ ուրախալի է իրականում։ Տիգրան Բարսեղյանը հերթական անգամ Սլովանի կազմում դուբլի հեղինակ դարձավ, ջախջախեցին Ժիլինային ու ինչն է հատկանշական, որ 31-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 19 գոլ է խփել եւ վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Սա շատ ուրախալի է ու նաեւ կարելի էր տեսնել Տիգրան Բարսեղյանի առհասարակ տեղաշարժից խաղադաշտում Վրաստանի հետ դիմակայությունում, որ նա շատ լավ վիճակում է գտնվում, բայց ընդհանուր մեխանիզմն է մասնատված ու դեռ կառույց չունենք, որովհետեւ մարզիչն է նոր
ու խնդիրներն էլ են շատ, բայց Տիգրան Բարսեղյանը հուսով եմ կպահպանի իր այս մարզավիճակը ու սա լավ հիմք կարող է լինել հավաքականի համար, որովհետև միայն Տիգրան Բարսեղյանը չէ որ փայլում է, ահա նաև Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով նա բաց թողեց Վրաստանի հետ դիմակայությունները, վերադարձավ խաղադաշտ եւ հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Տուգանայինից, դառնալով շքեղ գոլի հեղինակ։ Նաև պետք է նշեմ, որ Կրասնոդարը, որի կազմում հանդես է գալիս Էդուարդ Սպերցյանը, ներկայումս Ռուսաստանի առաջնությունում գրավում է առաջին հորիզոնականը եւ բավականին մեծ հուսալիության պաշար ունի միավորների Սպարտակից եւ Զենիթից, չնայած նկարահանման պահին հաջորդ օրը արդեն տեղի ունենալու Կրասնոդար Զենիթ դիմակայությունը, որը կարող է ահագին փոփոխություններ մտցնել, բայց հուսանք վերջապես Էդուարդ Սպերցյանը ավագը Կրասնոդարի կկարողանա իր գլխավերևում բարձրացնել Ռուսաստանի առաջնության չեմպիոնի գավաթը եւ դրանից հետո շատ արագ կփոխի իր ակումբային գրանցումը։ Հուսով եմ, արդեն չգիտեմ որերորդ տարին է այս ամենը շարունակվում, որ մենք սպասում ենք նրա տեղափոխությանը դեպի եվրոպական ֆուտբոլային արենա։ Այլ նորություններից պետք է նշեմ նաեւ, որ հայտնի դարձան որոշակի հավաքականներ, որոնք արդեն իսկ նվաճել են 2026 թվականի աշխարհի առաջնության մասնակցության ուղեգիր։ Առաջինը, որ նվաճեց այդ բաղձալի ուղեգիրը, Ճապոնիայի հավաքականն էր, բայց նրանք մենակ չեն, ինչպես ասում են, եւ Արգենտինայի հավաքականն է նրանց միացել, բնականաբար ֆանտաստիկ Արգենտինայի հավաքականը, որը ներկայումս Լատինական Ամերիկայում պարզապես հավասարը չունի եւ դրա վառ ապացույցներից մեկը Բրազիլիայի հետ դիմակայությունն էր, որտեղ նրանք պարզապես համակարգչային խաղեր խաղալուց են, որ գլուխ են գովում, ասում են մի ձեռքս այսենց հետևում պահած կարող եմ քեզ հաղթել, լրիվ այդ տպավորությունն էր, որ Արգենտինան մի ձեռքը մեջքի հետևում պահած հաղթեց Բրազիլիայի հավաքականին։ Նաև ուղեգիր է նվաճել Իրանի հավաքականը, շնորհավորում ենք մեր հարևաններին ու այս ամռանը, ինչպես գիտեք, տեղի ունենալու աշխարհի ակումբային առաջնությունը FIFA-ի կազմակերպած մեքսիկական ակումբը պաշտոնապես հեռացվեց աշխարհի ակումբային առաջնությունից։ Մեքսիկական Լեոնը զրկվել է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու իրավունքից, հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը։ FIFA-ի կարգապահական օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն նույն սեփականատիրոջը պատկանող երկու ակումբներ չեն կարող մասնակցել միևնույն մրցաշարին։ Պաթետիկ է այս ամենը հնչում, որովհետև Չեմպիոնների լիգայում նույնպես այսպիսի օրենսգիրք եւ կանոնակարգ կա, որ նույն անձին պատկանող երկու ակումբները չեն կարող մասնակցել Չեմպիոնների լիգային, բայց ինչպես կարող ենք մենք բացատրել այն փաստը, որ Մանչեսթեր Սիթին եւ Ժիրոնան, որոնք պատկանում են նույն City Group-ին, մասնակցում էին միևնույն ժամանակ Չեմպիոնների լիգային։ Տարօրինակ կանոններ կան։ Իհարկե շատ տրամաբանական կանոն է, բայց մի դեպքում գործում է, մի դեպքում չի գործում։ Այս ամենը մի քիչ այլ տպավորություն է թողնում էլի կազմակերպիչների կողմից։ Յուվենտուսը պաշտոնանկ արեց Տիագո Մոտային եւ ներկայումս նրանց գլխավոր մարզիչը Իգոր Տուդորն է։ Հայտնի նախկին ֆուտբոլիստը, Յուվենտուսի նախկին ֆուտբոլիստը վերադարձավ իր նախկին ակումբ եւ հիմա փորձում է ակտիվ պահել Յուվենտուսի պայքարը Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար, որովհետեւ սա մեծագույն կորուստ կարող է լինել ծեր Սինյորայի համար, եթե նրանք չհայտնվեն Չեմպիոնների լիգայում մյուս տարվա, որովհետև ֆինանսական ծախսերը կրճատվելու են, տրանսֆերային բյուջեն կրճատվելու է ու ֆուտբոլիստներ կլինեն, որոնց նրանք պարզապես կվաճառեն կամ այն ֆուտբոլիստներին, ովքեր որ վերցրել էին վարձակալությամբ անցած ամռանը, նրանք չեն գնի։ Սա արդեն անդրադառնալու է օրինակ Ֆրանսիշկո Կոնսեյսաուին, ով վերադառնալու է ամռանը արդեն Պորտու եւ սա փաստ է։ Քևին Դե Բրույնեն, ով պաշտոնապես ամռանը կհեռանա Մանչեսթեր City-ից։ Մի փոքր տխուր է հնչում այս ամենը, բայց եկեք լինենք օբյեկտիվ եւ փաստենք, որ վերջին մի քիչ ավել 1.5 մրցաշրջանների ընթացքում Քևին Դե Բրույնեն այն Քևին Դե Բրույնեն չի,
որին մենք ծանոթ ենք, եւ շատ էին շշուկները, որ նա ցանկանում է արդեն հեռանալ եվրոպական ֆուտբոլային ասպարեզից եւ գնալ Սաուդյան Արաբիա գումարներ վաստակելու։ Մեծագույն ուղեղներից մեկը ֆուտբոլային ներկայիս իրականության հեռանում է եվրոպական ֆուտբոլային արենայից, դա փաստ է։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ նաև, որ Մաթս Հյումելսը կավարտի իր ֆուտբոլիստի կարիերան, փառահեղ կարիերա, որի ընթացքում նա պատիվ է ունեցել խաղալ Հենրիխ Մխիթարյանի հետ, սա չեմ կարող չնշել, որովհետև դե իրոք Մաթս Հյումելսը, Հենրիխ Մխիթարյանը Բորուսիա Դորտմունդում այն կերպարներն էին, որոնք իրոք պսպղացող անկյուններն էին այդ ադամանդի, դրանից հետո այդ ադամանդի յուրաքանչյուր հատիկը ոնց որ տեղափոխվեց այլ ակումբ։ Մաթս Հյումելսը այս ընթացքում նաև չեմ կարող չնշել, որ նույնիսկ դարձել է աշխարհի չեմպիոն ու սա մեծագույն մակարդակն է, որին ֆուտբոլիստները իհարկե միշտ ձգտում են հասնել։ Պետք չէ մոռանալ նաև Թոմաս Մյուլլերի մասին, ով վերջին օրերին պարզ դարձավ, որ չի կարող եւ չի երկարաձգի պայմանագիրը Բավարիայի հետ, որովհետեւ Մյունխենյան ակումբը պարզապես այդպիսի մտադրություն չունի, ինչը իմ համար մի քիչ աբսուրդային է, որովհետեւ նույն Ինտերի հետ դիմակայության երկրորդ խաղակեսում ապացուցվեց, որ ներկայիս ֆուտբոլիստները Բավարիայի, իհարկե, նրանք կարող են շատ երիտասարդ լինել, շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ լինել, բայց այն նվիրվածությունը, որ նրանք ունեն ակումբին ու պայքարի տենչը, որ կա նրանց մեջ, չի կարող համեմատվել Թոմաս Մյուլլերի ձգտման հետ, ինչը աբսուրդային է ինձ համար դարձնում այս հանգամանքը, որ նա լքելու է Մյունխենյան ակումբը։ Ու 25 տարի անցկացնել մի ակումբում ու դրանից հետո այսպիսի հրաժեշտ, մի տեսակ ոչ մի ակումբի այդպիսի քայլերը ես չեմ կարողանում լավ ընդունել, որովհետև թե Ռաուլի, թե Կասիլիասի եւ թե մյուսների այդ լեգենդար ֆուտբոլիստներին, իկոնաներին, երբ որ այդպիսի հրաժեշտ են տալիս, աբսուրդային է ինձ համար։ Գրեք մեկնաբանություններում նաև ձեր կարծիքները, ինչպես եք վերաբերվում, որ այդպես են հրաժեշտ տալիս թիմի առաջատարներին։ Ինչ վերաբերվում է Հենրիխ Մխիթարյանի ապագային Ինտերի կազմում, ապա այո, կա որոշակի շշուկներ, որ Հենրիխի հետ կարող է պայմանագիրը չերկարաձգվել եւ նրանք կարող են հրաժեշտ տալ, չնայած որ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ ցանկանում է իր կարիերան ավարտել ամենաբարձր մակարդակում եւ այն է Ինտերի կազմում։ Եկող ամռանը շատ բան պարզ կլինի։ Կարծում եմ նրա ֆիզիկական վիճակը նույնպես գլխավոր ցուցիչ կլինի, որպեսզի որոշում կայացնեն պահեն նրան ակումբում թե ոչ, բայց այն ծավալի աշխատանքը, որ նա կատարում է եւ այն նվիրվածությունը, որով նա դուրս է գալիս խաղադաշտ, կարծում եմ լավագույն ապացույցներից է լինելու Ինտերի համար, որ պետք է Հենրիխի հետ պայմանագիրը երկարաձգվի։ Չմոռանամ նաեւ նշել, որ կային շշուկներ, որ Հենրիխ Մխիթարյանը Ինտերին առաջարկել է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին։ Սա պարզապես sense շշուկների ժանրից մեջբերում արեցի, չգիտեմ ինչքանով է դա մոտ իրականությանը, բայց ամեն դեպքում պետք է տեղյակ լինենք ամեն ինչի մասին։ Պետք է նշեմ, որ Հենրիխ Մխիթարյանը Պարմայի հետ դիմակայության ժամանակ դարձավ հոյակապ ասիստի հեղինակ եւ այդ գրոհը, ինչպես ասում են, նրա ազատ տարածություն գտնելու շնորհիվ ստեղծվեց, բնականաբար նա կարողացավ հոյակապ փոխանցում կատարելով դառնալ ասիստի հեղինակ։ Այլ նորություններից կուզենամ նշել, որ սա շատ ծիծաղելի է, պետք է անպայման սրա մասին խոսենք։ 62-ամյա մարզիչը 7-րդ անգամ գլխավորել է նույն ակումբը։ Բրազիլական Ֆլամենգոյի նոր գլխավոր մարզիչը նշանակվել Ռենատո Գաուշոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի 2025 թվականի դեկտեմբերի 31-ը մինչև ներառյալ։ 7 անգամ Ռենատո Գաուշոն եղել է Ֆլամենգոյի գլխավոր մարզիչ։ Ու այստեղ տեղին է լրիվ հիշել, դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք, ուրիշ մարզչի տեղը չգիտեք։ Ոնց կարելի է 7 անգամ նույն մարզչին նշանակել։ Կարծում եմ Ֆլամենգոյի սպորտային տնօրենը որոշակի արյունակցական կապ պետք է ունենա նրա հետ, թե չէ ուրիշ բացատրություն ես չեմ գտնում։ Քանի որ մենք նշեցինք, որ Բրազիլիայի հավաքականը շատ խայտառակ վիճակում է գտնվում ու Արգենտինան մեկ ձեռքով կարելի ասել կամ մեկ ոտքով նրանց հաղթեց,
Ապա պետք է նշեմ, որ Բրազիլիայի հավաքականը ակտիվ որոնումների մեջ է գլխավոր մարզչի ու նոր թեկնածու է հայտնվել եւ այն է բնականաբար Մանուել Պելեգրինին, Բետիսի գլխավոր մարզիչը, ով իր աշխատանքով տպավորել է բոլորին, թե Բետիսում եւ թե առհասարակ ողջ ֆուտբոլային հանրությունում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, եթե Մադրիդի Ռեալը այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճի, ապա ամռանը Անչելոտիին հրաժեշտ կտան եւ գլխավոր թեկնածուն ու ամենաբաղձալի թեկնածուն Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնի կզբաղեցնի իր տեղը, որը արդեն 2-3 տարի է ինչ-որ շշուկներ շրջանառվում են, բայց Անչելոտին դեռ տեղ չի հասել։ Պետք է նշեմ, որ մենք եւս մեկ էլ կլասիկո ենք ունենալու Իսպանիայի գավաթի եզրափակչում, ինչը բնականաբար երբեք շատ չի լինում, խոսքը կլասիկոների մասին է, հատկապես երբ որ երկու թիմերն էլ մարտունակ վիճակում են գտնվում եւ հատկապես երբ որ Ռեալը պետք է այս մրցաշրջանի խայտառակ պարտություններից հետո վրեժ լուծի Բարսելոնայից, վրեժը ավելի քաղցր կլինի, եթե նրանք նաեւ նվաճեն Իսպանիայի գավաթը։ Մոուրինյոն քաշել է Գալաթասարայի մարզչի քթից։ Այո, դիմակայության ժամանակ Ֆեներբախչեի եւ Գալաթասարայի հաղթեց 1-2 հաշվով, որից հետո Օկամ Բուրուկը մի քիչ սադրեց, Ժոզե Մոուրինյոն էլ Ժոզե Մոուրինյո է ու չդիմացավ ու փորձեց քաշել նրա քթից, դե Բուրուկն էլ միանգամից հիշեց իր դերասանական տաղանդը ու այսպիսի ծիծաղալի պատկերներ ստացանք մենք։ Եվ վերջում կուզենամ մի նորության անդրադառնալ, որը ոչ այդքան նորություն է, այլ քննարկման թեմա։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Ատլետիկո Մադրիդ, Ռեալ Մադրիդ դիմակայության ժամանակ 11 մետրանոցների հարվածաշարում բոլորս էլ գիտենք ինչ տեղի ունեցավ եւ վառով դիտարկեցին ու Խուլիան Ալվարեսի գոլը խփած չհաշվեցին 2 հպում ունենալու պատճառով։ Գրեք մեկնաբանությունների հատվածում։ Արդյոք իրավացի էր այդ մոտեցումը, ճիշտ էր այդտեղ վառով դիտարկելը այդ դրվագը եւ երրորդը։ Տրամաբանական է արդյոք չհաշվել այդպիսի գոլը, եթե կարելի է այդքան վճռորոշ դրվագում երկրորդ անգամ հարվածելու իրավունք տալ։ Կարելի էր, թե ոչ։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքները, մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր տեսակետներին։ Եղեք ակտիվ մեկնաբանությունների հատվածում, լայքեք մեր բոլոր տեսանյութերը, հետևեք մեր բոլոր սոցիալական հարթակներին ու իհարկե սիրեք ֆուտբոլը եւ մենք կհանդիպենք արդեն շատ շուտով։ Լավ եղեք։